Աստված օրհնի ձեզ, հզոր փառաբանություն։ Ժողովուրդ ջան, գիտեք խիա հզոր, որտեվ Աստված ներկա է։ Որտեվ ասում է երկրպագության մեջ ես կբնակվեմ։ Այդ դրա համար հզոր է։ Շնորհակալ ենք Աստծուն իր ներկայության համար։ Եվ նաև շնորհակալ եմ, որ sense քուր աղբերներ ունենք, որ անուշ երգում են, ծառայում են, փառաբանում են, մենք էլ վայելում ենք։ Էս էլ Աստծուց շնորհք է։ Փառք Տիրոջ մեր փառաբանության խմբի համար։ Շատ սիրում ենք։ Ես այս վերջերը արփինես գցելա, մենակ մեր եկեղեցու երգերն եմ լսում։ Փառք Աստծո ուրիշների համար, բայց տնական ուրիշ է, էլի։ Տեր օրհնի ձեզ, գանձեր ջան։ Այսօր մեծ պատիվ է վիճակվել ինձ կամ Աստծո առաջ կանգնեմ, կամ ձեր առաջ կանգնեմ։ Գիտեք, իրոք մեծ պատիվ է ձեզ ծառայել։ Աստված ձեզ սիրում է, ես էլ եմ սիրում։ Դուք բոլորդ գանձեր եք։ Գիտեք, մի հոգի, որ ապաշխարում է, երկինքը ցնծում է։ Երկինքը փառաբանությունը կանգնեցնում, ասում է սպասեք։ Մի հոգի ծնվավ։ Գրած է, ուրախանում է։ Ամեն։ Մենք որ մի օր Հիսուսին այո ենք ասել, եկեղեցի գալն էլ մեր կարիքն է դարձել։ Երկինքը ցնծում է դրա համար։ Երկինքը վայելում է մեր երկրպագությունը, մեր երգերը։ Ու առհասարակ որ դու կաս Քրիստոսի մեջ։ Մի ջանկյալ մի հատ բան ասեմ, երբ որ կա խնամք, սատ բառն է գալի, այգում երբ որ կա խնամք, կա պտուղ, կա ռեզուլտատ։ Երբ որ խնամք ես անում, շատ գեղեցիկ է լինում ամեն ջան, շատ պտուղը համով է լինում։ Այսօր ծառները փչել եմ, որ բան չանեն, էլի, բերքը չուտեն, չփչացնեն։ Մամա այն քարխանք են անում, անին կլուբնիկն է մշակում, մեկս մի գործ անում ենք։ Ու փառք Աստծո, շատ լավ այգի ունենք, որտեվ անընդհատ աշխատում ենք։ Բայց եթե թողնես, անտառ կդառնա։ Քուրս աղբերս, մեր կյանքում էլ հոգևոր կարիք կա, որ խնամք տարվի։ Փառք եմ տալիս Աստծուն մեր հովի համար, ծառայողների համար։ Գիտես, Աստված սրտացավ է դնում, Աստված խոսք է տալիս, որ խնամք տանեն։ Ու որպես հողակտոր, որպես հողամաս, լավ կլինի, որ դու ասես ես հոժար եմ, Տեր ջան, արա ինչ ուզում ես։ Սա միջանկյալ։ Եկեղեցի գալը նաև նպաստում է մեր հոգևոր աճին, մեր երբ որ շատ անգամ միգուցե հանդիմանական խոսք է լինում, կներեք թրիկն էլ, որ շաղ ես տալի այգում, այդքան էլ հաճելի բան չի, ասենք հոտ է գալի բան, բայց պտուղը ինչքան լավ է ալնում, ինչքան պարարտանյութ է, չէ, կարիք կա ժողովուրդ դրա համար այդ ամեն բանը արվում է։ Ես մի հատ վերնագիր եմ ասելու ու կուզեմ մտածենք այս վերնագրի վրա։ Աստծո խոսքը եւ գործերը։ Մեր խոսքը եւ մեր գործերը։ Օ, Տեր ջան։ Կուզեմ մտածենք սրա վրա։ Ժողովուրդ ջան, Աստծո խոսքը եւ նրա գործերը։ Մեր խոսքը եւ մեր գործերը։ Գիտեմ, ինքնակնության է գալի այս վերնագիրը։ Ես էլ եմ մտածել սրա վրա։ Աստծո խոսքը եւ գործը ո՞րն է, ժողովուրդ ջան։ Ո՞րն է։ Արարեց երկինք երկիր։ Գլինից, հողից Ադամին ստեղծեց։ Տեսավ, որ Ադամին տխուր է, լավ չի առած կնոջ, կողոս կրից ստեղծեց Եվային։ Փաստորեն մարդը հողից է ստեղծված,
կինը կողոս կռից։ Ոսկորից պինդեն խայսաթով քուրերը, ալելույա։ Մենք գլին ենք, խփում ենք, փշրվում ենք։ Մի բան ասում են չկա։ Տերը օրհնի քուրերիս, Տերը օրհնի։ Ցավոք սրտի գիտենք մենք հետևանքները, բայց Աստված որ ստեղծել էր, ասма Ադամի ռնգած մեջ շունչ փչեց Աստված։ Շունչ փչեց։ Եվ դա Աստծո գլուխ գործոցն էր մարդը։ Նա հիանում էր մարդով։ Նա հիանում էր իր արարչագործությունով։ Նա այնքան էր հիացած, որ օրվա հով ժամին գալիս էր հանդիպելու Ադամի հետ։ Նա սիրում էր Ադամին։ Նա իշխանություն էր տվել Ադամին, ձկների վրա, ջրերի վրա, գետերի վրա, ամեն ինչի վրա կենթանական աշխարհի, ծառերի, այգիների, ամեն ինչի վրա Ադամ քոննա վայելի։ Հարազատս։ Իմ պատկերով, ստեղծեցի մարդ։ Եվ վայելում էր, եւ այդ այն էր ինչ որ Աստված ուզում էր, ու ինքը արավ։ Եվան էլ կողքը Եվա։ Գիտեք ինչա նշանակում։ Կյանք։ Մեկ որ ասում են կյանք, Ադամը Եվային ասում էր կյանք։ Այ քեզի բան։ Դա տենց է։ Հարազատներ ջան, մեղքի պատճառով Եվան խաբվեց, Եվան հրապուրվեց, օձ եկավ, ես չգիտեմ, հրապուրեց, խաբեց։ Բոլորը ձեզ եմ տալի, մենակ այս ծառից չուտեք։ Թարսի նման այդ ծառից Եվան կերավ պտղից ու տվեց իր ամուսնուն։ Այմար բոլորը ձերն էր էլի, վերցնեիք ուտեիք, էդի պտի դու ուտես, քո ինչին էր պետք էդի։ Կերավ, տվեց ամուսնուն և ինչ արեցին, թակ կացան թփերի տակ, ամոթ եկավ իրանց վրա։ Հələ նայեք սատանայի խորամանկությունը, որ ուտեք Աստծո նման կլինեք։ Լսեք, նրանք արդեն Աստծո նման էին, ասում իմ Աստծո պատկերով չէ ստեղծվեցան եւ նմանությամբ, պատկերով եւ լսեք, Աստծո պատկերով նմանությամբ ստեղծել է մարդուն, բայց օձը գալի խապ ասում կեր, որ Աստծո նման լինես։ Ժողովուրդ, սատանան ինքը բան չի իմանում, ինքը քեզնից է իմանում, քեզ հարցեր է տալի, արդյոք, որ ուտես ինչ կլինի, կասկած է բերում, Աստված իրոք ասեց, հասկանում եք ինչ եմ ասում։ Խաբեց։ Մեղքը մտավ աշխարհ։ Ստացի ուտելով մտավ մեղքը աշխարհ։ Թարսի նման։ Մեղքի պատճառով վռնդվեցան նրանք Եդեմական պարտեզից։ Այդ բոլոր օրհնությունները, այդ բոլոր բաները, որ դրած էր, իրանց համար էր վայելեին, նրանք չկարողացան, նրանք ընկան։ Ադամ ուր ես թաքեր կացե։ Աստված չգիտի Ադամը ուր է։ Աստված չգիտի ես ու դու ուր ենք։ Ադամ ուր ես։ Թփերի տակ էր, թաքնվել էր։ Քո տված կիննա, քո տված այկին, օծնա, մեկը մյուսի վրա գցելով։ Մեկը մյուսի վրա են գցում, քո տված կիննա տվել, օծնա խափե։ Ցավոք սրտի։ Աստծո խոսքը եւ նրա գործերը։ Վռնդվեցան նրանք Եդեմական պարտեզից։ Ադամը անհնազանդություն արավ։ Նրանից հետո Կայենը մարդասպանություն արավ եւ նախանձեց։ Երկրորդ մեղքը դեմ ասում։ Եղբայրասպանություն։ Նոյի օրերում չարություն, պղծություն եղավ։ Բաբելոն հասնել Աստծուն, չգիտեմ ինչ անել, սարքում էին, էթում էին։ Մովսեսի օրոք կռապաշտությունը եկավ։ Մովսեսի օրոք ձուլում էին օձը, Մովսեսի օրոք 10 քանի օրվա ճանապարհ էր, 40 տարի պտտեցրեց, կռապաշտության մեջ էին, տրտունջի մեջ էին, անարակության մեջ էին, անհավատության մեջ էին, չգիտեմ ինչի մեջ էին, 40 տարի
Աստված պատտում էր, որ այս մարդկանցից հանի դա։ 11 օրվա ճանապարհ էր։ Եվ այսպիսով դեգրադացիա տեղ ունեցավ մարդկության մեջ մեղքի պատճառով։ Հələ տեսեք Եդեմի պարտեզից Աստված ինչ էր ուզում աներ, ինչ դարձավ։ Ամբողջ մարդկությունը մեղքի պատճառով հայտնվեց դեգրադացման շեմին։ Ինչ բանա դեգրադացիա, ժողովուրդ ջան, ով գիտի։ Ժամանակի ընթացքում քայքայվել։ Իդեպ ասեմ, մեղքի վարձքը մահա, բայց տեսնում ենք, որ Ադամ եւ Եվան միանգամից չմեռան։ Բայց այս առումով կտրվել Աստծուց։ Ժողովուրդ ջան, մարդը երբ որ կտրվում է Աստծուց, նա մահացած է։ Հարաբերություն չկա է։ Հասկանում եք։ Այսօր շատ մարդիկ են քայլում, բայց կտրված են Աստծուց։ Մահվան մեջ են քայլում։ Մեղքի վարձքը մահ է։ Աստված տեսնելով այս ամեն բաները, հարազատներ ջան, Հովհաննես Ավետարան 3:16-17։ Աստված տեսնելով այս ամենը, ուղարկեց իր միածին որդուն։ Ժողովուրդ, Հիսուսին ախպեր չուներ էլ։ Չուներ, ոչ ախպեր, ոչ քուր, ոչ միածին որդին էր։ Հոր սիրտը ցավալով, մեր Սամվելչիկին որ բանակ էինք ուղարկում։ Ուրախ, զվարթ, Արմենին նայում ես սիրտը բռնած, հապ չեմ, բայց ներսից բանակ աղա։ Բա որ բանակ ես ուղարկում, հա, հոր սիրտը։ Բա Աստված ինքը գիտի ամենագետ, ամենատեսը, ամենուրեքը, անցյալը, ներկան, ապագան իր ձեռքերի մեջ է։ Նա գիտեր ինչով անցնելու Հիսուս Քրիստոսը։ Ու տվեց, որդուն տվեց։ Իմ ու քո համար տվեց։ Իմ ու քո համար տվեց, որ կանգնեցնի այդ անեծքը, կանգնեցնի այդ մեղքը, կանգնեցնի այն ինչ որ սատանան բերել էր մարդու գլխին, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհը, որ աշխարհին դատե, այլ որ աշխարհը նրանով փրկե։ Աստված չի եկել դատի մարդու, եկել է կորածը փրկի, եկել է փրկի, հարազատներ ջան։ Ինքը դրա համար էր եկել, ինքը լավ հասկանում էր փառք Հիսուսին, ինքը հասկանում էր, գիտակցում էր ու իր կյանքը հոժարությամբ դրեց խաչին։ Անառակ կնոջ օրինակն եմ ուզում ասեմ, որ օրենքի արչև, մարդկանց արչև բռնացրել էին նրան եւ պետքա քարերով խփեին սպանեին։ Всё, էլ ելք չունի։ Հանցագործություն արը, մեղավորը, մահ չգիտի էլ ինչ անի, всё, հասար տեղ, պոեստ պրիեխա, քարերը վերցրած ձեռքը, այս կինը կուչեկած, վերջի րոպեներն ա, որ պետքա խփեն, սպանեն, եւ այդպիսով ինքը մահանա ցավերով, հա, ու Հիսուս այդտեղ էր, եւ ասում է, ձեզանից ով որ արդար է, քարը շպրտեք, դե ով որ արդարա գցեք քարը։ Լսեք, սա գերբնական բան էր, Հիսուսը երիկամ սիրտ քնող Աստված է, նա տեսավ այդ մարդկանցը, այդ մարդիկ նստած ասում էին, յուսի, այ մարդ չէ, այն է, քարը շպրտեցին գնացին, որտեվ արդար չէին, եւ Հիսուսը մոտենալով այդ կնոջը, լսեք, այդ կնոջ ապրումները, կարծես, էլի մտածում եմ, բարձր մտածում եմ, տեսնես հնարավորություն կլինի ինձ շտկվելու, ուղղվելու, ինձ հնարավորություն, որ ըլներ, որ հասկանայի, որ գիտակցեի, որ կարողանայի, ու այդ ժամանակ Հիսուսը գալիս է, իր այդ կարծես ապաշխարությունը տեսնում է, ոնց? Ֆրտարոշանս, այո, ինչ անում, ասում է, քո գնա, էլ չանես, ես քեզ չեմ դատում, չէ, գնա, էլ չանես, լսի, ես պետք է մանամ, քարերով պետք է խփեն, սպանեն ինձ, մեկը հայտնվում է ու այդ ամեն բանը, լսեք, Հիսուսը դա իր վրա էր վերցրել արդեն, ինքը արդեն գիտեր,
Մեղքի վարձքը մահա Հիսուսը վերցրել էր իր վրա այդ ցավերը։ Հասկանում եք, ուզում եմ ազատ ես, գնա, ազատ ես դու։ Բայց էլ չանես էլ։ Փառք Հիսուսի։ Նա մեր փրկիչն է։ Աստծո խոսքը եւ նրա գործերը։ Ահա թե նա այն ոնց է գործում, ահա թե նա ինչ ձևի է դնում իր կյանքը, իր անկերոջ համար, մեր համար, ամբողջ մարդկության համար է եկել նա։ Նրա աշխատանքը նաև այսօր է, նա այսօր բոլորին է կանչում։ Ժողովուրդ, Եդեմի պարտեզից ցույց տվեցի ոնց խաբվավ մարդկությունը։ Եվ Հիսուս Քրիստոսը եկել է վերականգնի այն ի սկզբանե վիճակը, որը որ Աստված ստեղծել էր, որի համար որ վայելեն, որ Եդեմական պարտեզում այդ առաջի ոնց որ Աստված ուզում էր, այդ տենց Քրիստոս վերականգնում է։ Հասկանում եք, այն առաջի վիճակը վերականգնել։ Ինչով, իր շնորհքով, իր վերքերով, մեր գործած հանցանքների համար գին պիտի վճարվեր։ Հիսուսը վճարեց, Հիսուսը խաչը հանձն առավ ամբողջ մարդկության համար։ Եսայա 53 5-ից 6 խոսք, 5-6 խոսք։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենս ոչխարների պես մոլորվեցանք, յուրաքանչյուրը ճանապարհին դարավ եւ Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։ Մի բան, որ ինքը չեր արե, ուրիշի տեղը չարչարվես ու մեռնես։ Մի բան, ժողովուրդ ջան, մի բան, որ կորած ալնում, ասում են դու ես վերցրել, ոնց թե ես եմ վերցրել, հələ արիս թե։ Ժողովուրդ, սուրբ, կատարյալ, անարատ դրվավ իրա վրա։ Հիշում եք մի պահ ասավ հայր ինչու ինձ թողեցիր։ Աշխարհի մեղքը, աշխարհի գրուզը, աշխարհի անեծքը մեր հայերը մեկ-մեկցած մեծ խաչ են դնում ավտոյի մեջ։ Անարգման սյուն էր էդի, անեծքի սյուն էր, գալի ասում են անիծյալ ելնես դու, որ այդ խաչի վրա ես։ Վերցրեց իրա վրա եւ մահացավ։ Անեծքի սյուն էր դա, ժողովուրդ ջան։ Իմ ու քո անեծքն է վերցրել։ Իմ ու քո ցավերն է վերցրել ինքը։ Ամբողջ մարդկության համայն մարդկության համար փրկիչ է նա եկել։ Ժողովուրդ ջան, նա չմնաց գերեզմանում, նա երրորդ օրը հարություն արավ, նա կենդանի է, որ եթում են Երուսաղեմ Հիսուսին ման են գալի, գերեզմանոցը դատար կա, ցույց տվեք մեկին, որ հարություն առած են, չկա տես բան, մենակ մեր Տերն է, նա հարություն արե, նա կենդանի է, նա մեր մեջ է, նա եկեղեցում է, երեք այսօր հավիտյան նա նույնն է, և նա քեզ շատ սիրում է, ժողովուրդ ջան, Աստված իրա խոսքը գործ արե, իրա խոսքը գործ արե, ինքը ասма սրանից վեր բան չկա, երբ որ մարդ դնում է իր ընկերոջ համար, դրանից վեր սեր չկա, եթե դու քո կյանքը դնես մեկի համար, նա իրա խոսքը և գործը մեկ արե, մենք մեր խոսքը և մեր գործը որն է այսօր, որն է, հլը մտացեք, 10 պատվիրանը մեր ճանապարհին լույս տալիս է, գոնե, 10 պատվիրանը լույս տալիս է, մենք 10 պատվիրանով ապրում ենք, ներելը, սիրելը, հնազանդվելը, հանդուրժելը, համբերելը,
չբորբոքվելը, բարեգութ լինելը առաջնորդում է մեզ։ Հարազատներ ջան, մտածեք, Աստծո առաջ եք։ Մենք ինչով ենք ապրում, մեր գործերը որն է։ Մենք ուզում ենք մեզ ներեն, բայց միգուցե մենք չենք ներում։ Մենք ուզում ենք, որ մեզ սիրեն, բայց կարող է սիրելու մեջ պակասենք։ Մենք ուզում ենք մեզ հնազանդվի, տենց հա պետք։ Բայց միգուցե մենք անհնազանդություն ենք անում երբևիցե։ Մենք ուզում ենք մեզ հանդուրժեն, ժողովուրդ ջան, հանդուրժիր ինձ։ Այս վերջերը ֆուրտ կորտ էին գնացել, մի քիչ ուշացրին այդ կերակուրը։ Սամին ուղարկեցի, գնաց, երևի մտածեցին փոքր է, ինչա, չգիտեմ, բասակով ոնց, ես մուծել եմ, դու ինձ պետքա հանդուրժե, լսի, չհասկացա, ասի հես այս վարքյանին որ չեկավ, ես էթում եմ, գնացի, ասում եմ, լսի, երեխայը դրա համար չեք տալիս, սենց, ասում եմ, համբերի եղբայր, եսա կտա, երբ էր, շուտ էր, տաքսի էի քշում Yandex, եկա սիրուն կանգնա այդ պադեստի դեմը, սենց նա մեջից է տվեցի, կանգնա սենց, բանարաս կանգնա, մեկ էլ տենամ հերվիս մի հատ տղա եկավ, նստավ, բարև ձեզ, здрасте, ну, ասավ, наверное, чуть-чуть не туда, да, подъехали. Приложение бацեցի, ասեցի, смотрите, второй подъезд. А я где стою? Նայես, սենց դրավ. А ничего, что ты дом перепутал. Դեմի շենքն էի կայն է։ Իրար հետ ծիծաղեցինք։ Շատ անգամ ուզում ես, որ քեզ հասկանան, հանդուրժեն, համբերեն, բայց դու պատրաստ ես։ Փառքասկու ծիծաղեցինք հումորով տղա էր։ Համբերելը ժողովուրդ ջան։ Ինչ համբերեք, դե համբերի, դիմացի մի քիչ։ Բայց ես գալիս եմ տուն, ասում եմ, շուտ արա ճաշելից սոված եմ չեմ համբերում։ Շուտ արա, թող էդի թող, համբերի։ Ժողովուրդ մենք համբերում ենք։ Աստված այնքան անելու, որ չհամբերես, այդ առնաս համբերատար։ Աստված ուզում է մենք համբերատար լինենք, ոչ թե համբերենք։ Ուրախ սրտով, չբորբոքվել։ Մենք չենք ուզում բորբոքվենք։ Հա? Իրոք? Բարեգութ։ Օ, ինչ լավ բան է, չէ, բարեգութ եղի իմ հանդեպ եղբայր։ Բարեգութ եղի։ Բարեգութի հոմանիշը չարությունն է, չէ։ Հականիշ, եղբայրներ, ուղղեք, տենում եք հազիվ եմ խոսում։ Հարազատներ ջան, մեր գործերը, մեր խոսքերի հետ համընկնում է տունը, գործի տեղը, եկեղեցում, դրսում, ներսում, ով ենք մենք։ Քրիստոս ինչի համար արյուն թափ է, ում համար արյուն թափ է, որ ես նորից իմ հին կյանքով ապրեմ։ Էտա ապրում է էլի։ Օ Իսուս փառքես։ Նա իր կյանքն է դրել, որ մենք փոխվենք, որ մենք փոխված կյանք ունենանք, որ մենք վայելենք Կողոսացիս 3:8-10 խոսքերը։ Ուրեմն ինչ անենք ժողովուրդ ջան, ինչ անենք։ Տեսեք Աստծո խոսքը ինչ հորդորում մեզ։ Ասում է, բայց հիմա դուք էլ դեն դրեք այն ամեն բարկությունը, սրտմտությունը, չարությունը, հայոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից դեն դրեք, հան, այ մարդ, հան քեզնից, էդի հան շպրտի, էդի դու պետք է անես, այս բերանը, որ սխալ բան է խոսում, մի խոսա, գնա աղոտ քարա, այս ձերքը, որ սխալ բան է անում, մի արա, գնա Աստծուն փառաբանի, այս ոտքերը, որ սխալ տեղ է եթում, հետ դարձի, ապաշխարի, հետ դարձի, գնա առաջի արգը պլիտկա շարի, չգիտեմ, մի ուրիշ բան արա,
Սուտ մի խոսեք իրար հետ։ Հանեցեք ինչը հին մարդը իր գործերով, վայ։ Լսեք, հին մարդը պետքա մեռնի։ Ալի կախպոր ասած հրաշագործ ենք, այ մարդ, մեկ հարություն ենք տալի։ Հանենք ժողովուրդ ջան, հինը հանեք ու շպրտեք։ Եվ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես, հալելույա։ Այսինքն պետքա հանենք եւ հագնենք։ Սա պրոցես է, էսի կնոպկա չի, հարազատներ ջան, ժամանակ է պետք սրա համար։ Տնային խմբակ գալով, եկեղեցի գալով, ապաշխարելով, խոնարհվելով, ես փառք եմ տալի Աստծուն, եղբայրներից մեկի հետ ժամանակ էի անցկացնում, ասեցի եղբայր, այս բանը չպետք է արվի, էնի չպետք է արվի, հա նորմալ է։ Այս խնդրի համար ասեցի, արի մի հատ ծոմ պահենք, էլի եղբայր, բեր ծոմ պահենք, ասավ ծոմը ո՞րն է, ասի ախպեր, դե սոված մնանք առավոտից մինչև իրիկուն, ոնց որ ասավ 3 օր պահել եմ արդեն։ Ոստերը օրտնի, ուրեմն կգա հեսա պատասխանը։ Ասեցի, էսի էնի չի կարելի, տեսա տխրեց։ Ասեցի, ծխելն էլ ես, բա, հա։ Ասի, լավ բան չի։ Ճիշտ չի։ Ասավ, այսօր կգնամ, կաղոթեմ ու կհանեմ ըզնից։ Որ երրորդ օրն է։ Ահագին օր է։ Հանե ու շպրտելա, աղոթք արե, Տերը ազատագրելա։ Պրոցես էր։ Միջև եկավ հասավ դրան, հանեց, շպրտեց։ Ինչ հեշտ է, չէ, աղոթեմ, հանեմ, շպրտեմ։ Փառք Տիրոջը։ Սա ես պետք է անեմ։ Երկնքից մի հատ հրեշտակ չի իշտելու։ Ժողովուրդ ջան, հանենք եւ շպրտենք մեզանց, աշխատենք մեր վրա։ Հիշում եք այն սկզբանը, որ ասում էի այգի է, պետքա մշակես, պետքա գործեր անես, ասես Սուրբ Հոգի թույլ եմ տալի։ Որտեղ Սուրբ Հոգին մատները դնում է թարախակալված տեղ, ասա Տեր վիրահատի, բժշկի։ Ժողովուրդ ջան, հարվածեց մեղքը մարդկությանը, ամբողջ մարդկությունը հարվածվեց մեղքից։ Հասկանում եք, Հիսուսը փրկությունը կատարեց խաչի վրա, բայց ժամանակա պետք, որ մարդկանց մեջից էդի դուրս գա։ Փրկությունը հավատքով է, այո եւ ամեն եւ տոչկա։ Եվ Քրիստոսի շնորհքով է։ Ես չեմ ապրում ճիշտ կյանք, որ փրկվեմ։ Ես արդարությունով չեմ կանգնում Աստծո առաջ։ Իմ արդարությունը, գիտեք ինչ արդարություն է, բայց նրա արդարությունը ինձ փրկում է, նրա արդարությունը ինձ կանգնեցնում է իր առաջ, նրա արդարությունը ինձ կհասցնի երկինք, մենք Քրիստոսի արդարությունով ենք, շնորհքով ենք կանգնում նրա առաջ, բայց մեր կյանքում խի ենք աշխատում, որ հաճելի լինենք, որ փոխվենք, Հիսուսը վերականգնում է, բերում է այն առաջնային դիրքին, որ Ադամին ստեղծեց, մեր կյանքի մեջ աշխատանք է տանում, ու մի կանգնացրու այդ աշխատանքը, խնդրում եմ, մի կանգնացրու, սատանան կգա, կասի այտենց յոլա գնա, Սուրբ Հոգին կգա, կասի փառքից փառք, զորությունից զորություն, բալես ուժեղացի, հաղթեցիր, ամուր պահեսի, հաջորդ էտապը, Քրիստոնյայի կյանքը շատ հետաքրքիր է, ով է կռվել սիրում, կռիվա, Մարդու արյան հետ չի, այստեղ է, պոլեբոյը, ամեն, Կողոսացիս 3:12-16 Հանեցինք ժողովուրդ ջան, կամաց, այս միտքն էլ ասեմ, նոր կարդամ, Պողոս Արաքյալն ասում է ամեն օր անձս խաչն եմ հանում, ամեն օր, ժողովուրդ ջան, էդի մի վարկյանվա բան չի, էդի մի ամեն օր, զգում ես պահի տակ մի բան, խոնարհվում ես, Տեր, մի հատ քաղցր անուշ եղբայր տարիներ առաջ բանա ինձ ասե,
Ինչ չէ, լի տնային խմբակ էր, խոսում էր։ Ասավ, երբ որ մենք ջոգում եմ արդեն կնոջս հետ մի լեզու չենք խոսում։ Մի անգամից ասում եմ ձեռը տուրը, ձեռը բռնում եմ, ծունկի են գալի ու աղոթք ենք անում։ Ու ամեն ինչ քանդվում է։ Ու Տիրոջ ներկայությունը լեցվում է։ Ու ամեն ինչ ալելույա է ալնում։ Երանի այդ տենց ըլնենք, ժողով ջան։ Լեզուտ կծի, մի ասա, մի վիրավորի։ Հետո 3 օր պետքա որ վերականգնվի այդ տվյալ ազնվորություն։ Թարսի նմանել էդի կամ կինը տալնում, կամ քուրը տալնում, կամ աղբերը տալնում։ Կծի լեզուտ, մի խոսա։ Խաչի քեզ, խաչի։ Գրիշ քո մարեմ կարոտ։ Բոլորս կարիք ունենք, հարազատներ ջան, որ մեր հին մարդը խաչենք Հիսուսի հետ։ Մահ, հին մարդուն մահ։ Ուրեմ հագեք, ինչպես Աստծո ընտրվածներ, սուրբեր, սիրելիներ, ողորմած սիրտ, գթություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, իրար համբերելով եւ իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց։ Մեր մասն է էլի խոսում։ Այսպես էլ եւ այս ամենի վրա հագեք սերը, որ կատարելության կապն է։ Աստծո խաղաղությունը իշխի ձեր սրտերում, որ աղոթք ես անում խաղաղությունա, չէ՞ իշտում վրա։ Ողտեր ջան, փառքես։ Կներեք պետք է ասեմ։ Ինձ մի անգամ Սուրբ Հոգին ասավ. դու դժվարությամբ ես գալի իմ ներկայության մեջ, բայց դժվարությամբ ես գնում։ Երբ որ Աստծո ներկայությունը գալիս է, չես ուզում էլ էթաս։ Ուզում ես մնաս դե։ Ու ասում ես Տեր ջան, բազում անգամներ ա եղել, չեմ լսե քո ձայնը, կներես։ Ինչ որ բանով զբաղվում ենք։ Մի զբաղվեք։ Տերը կանչում է գնա աղոթքի։ Իր ներկայության մեջ գնալը մի քիչ դժվար է, բայց որ այդպես էլ չես ուզում հետ դառնաս։ Այնպես էլ եւ այս ամենի վրա հագեք սերը, որ կատարելության կապն է, Աստծո խաղաղությունը իշխի ձեր սրտերում, որի մեջ էլ կանչվեցաք։ Մեկ մարմնով եւ գոհացող եղեք։ Քրիստոսի խոսքը բնակվի ձեր միջումը առատապես ամեն իմաստությունով։ Իրար սովորեցրեք եւ խրատեցեք սաղմոսներով, օրհնություններով, երգերով եւ շնորհքով օրհներգեցեք Տիրոջը ձեր սրտերումը։ Հալելույա։ Տեր ջան, թող էս ամենը գա մեր վրա։ Օրհներգեցեք, թող քո սիրտը ցնծա։ Անդուխտ ենք ստե, ժամանակավոր ենք, ժողովուրդ ջան։ Աստծո թագավորությունը մեր սրտերում արդեն կա, մենք պետքա դրանով ապրենք, միջև հասնենք երկինք։ Բայց արդյոք տենց է։ Տրտնջում ենք, նեղվում ենք, ինչ որ բաների համար ու հոր սիրտը խռովեցնում ենք։ Նա տվեց ամենաթանկը, որ վերականգնի ինձ ու քեզ։ Մտի, խնդրում եմ, մտի այդ աշխատանքի մեջ։ Մի ուշացրա։ Մի ուշացրա։ Այո, ոնց պետք է ապրենք, դեն գցելով եւ հագնելով։ Եվ այս ամենը, հարազատներ ջան, նպաստում է մեր հոգևոր աճին։ Օրինակ հիշում եմ, այտենց զրույց եղավ, ոնց աճենք, ոնց հոգևոր աճենք։ Այսենց, որ կարդացի ու խոստանում եմ շատ շուտ կաճես։ Որտեղ մատները դնում է Սուրբ Հոգին, ասա, ահա ես Տեր։ Ես ապաշխարում եմ։ Լավ է այդ պահին ապաշխարես, հետո կարող է Լեոն ախպերս այդ օրինակ շատ ուժեղ է։ Ժողովուրդ ջան, միջև վերջի համարը կկարդամ։ Հիմի կասեք Գրիշ ախպեր, մենք այդ ամենը գիտենք։ Ես գիտեմ, որ գիտեք։ Նոր բան չեմ ասելու։ Ստեղից մենք հիշեցնում ենք իրար։ Ստեղից մի հատ մեզ նայում ենք, մի հատ քարխանք ենք անում, մի հատ օկում ենք ինչ սառնիկ կա լեշնի, մի հատ մեր կյանքը բերեք լույսի առջև, բերենք լույսի առջև, այո։ Ու հասարակ բաների մեջ այսօր միգուցե մենք խնդիր ունենք սիրելու, ներելու, բայց կարող է
խոսանք եւ ասենք հրեշտակների աչթևի վրա քանի հատ բմբուլ կա։ Այ մարդ հրեշտակներին հանգիստ թողեք։ Ներելու, սիրելու մեջ եղբայր, խնդիր ունես։ 1000-ամյակում ինչ ալնելու։ Դե շատ գիտեմ ինչ ալնելու։ Հանգիստ թողեք ետի։ Ես չեմ ասում գիտությունը վատ բան է։ Գիտությունը չունենալու պատճառով ասում եմ իմ ժողովուրդը խոտորվեցավ։ Բայց բաներ կա, սկզբունքներ կա։ Աստծո հոգու մեջ եղեք։ Աստծո թագավորության մեջ եղեք։ Աստծո հոգով առաջնորդվեք։ Մեր Տերը քաղցր ու անուշ է։ Ինքը չի եկել դատի մեզ։ Եկել է օգնի։ Սուրբ Հոգին ինչ անում։ Կրթում է, դաստիարակում է, հանդիմանում է, մխիթարում է, հորդորում է, օգնում է, դուրս գաս այդ փոսերից։ Իսկ եթե դուրս ես եկել, սաղմոս երգի, ուրախացի, փառաբանի, ասա Տեր ինչ մեծ ես դու։ Աստծո թագավորությունը մեծացրու։ Գրավի Տիրոջ համար։ Սատանան անօրինական վերցրել է մեղքով։ Մենք էլ օրինական մեր հոր թագավորությունը պետքա տարածենք։ Ամենտեղ քարոզենք Հիսուս Քրիստոսի լույսի ավետարանի խոսքը պետքա բոլորի սրտերին հասնի։ Եվ մեր հոր սիրտը ուրախացնենք։ Ժորդ գիտեք սատանան չի սիրում մարդու։ Ով գիտի։ Մարդը Աստծո նման է։ Եվ մարդը իր տեղն է, կարծես թե գրավ է։ Որտեւ ինքը մի ժամանակ երկնքում էր, լույսորեշտակ էր, չգիտեմ ինչ էր, բայց նա իր հպարտության պատճառով վայր ընկավ։ Վերջի համարն եմ կարդում, հարազատներ ջան։ Առաջի Պետրոս 2:1-5 Միջև կարդամ մի բան ասեմ։ Այսօր շատ մարդիկ ուզում են գան եկեղեցի, բայց չեն կարում։ Ուզում են, բայց չեն կարում։ Այսօր դու ստեղ ես։ Այսօր Աստծո սիրտը քո հետ է։ Այսօր Սուրբ Հոգին քեզ է ծառայում։ Այսօր դու շատ թանկ ես Աստծո համար։ Այնքան թանկ ես, որ ինքը իր գործերը արդեն ցույց է տվել, իր որդու միջոցով։ Հարազատներ ջան, դրանից մեծ ինչ կա, եթե դնես քո կյանքը դիմացինի համար։ Կա դրանից վեր սեր։ Արդ դեն գցելով ամեն չարություն եւ ամեն խաբեություն եւ կեղծավորություն եւ նախանձ եւ ամեն չարախոսություն նորածին երեխաների պես ցանկացեք այն բանավոր անխարդախ կաթին, որ նրանով աճեք դեպի փրկությունը։ Եթե ճաշակել եք, որ Տերը քաղցր է, ստե բոլորս ճաշակել ենք, որին մոտեցել եք այն կենթանի վեմին, որ թեև մարդկանցից անարգված, բայց Աստծո մոտ ընտրված եւ պատվական է։ Դուք էլ կենթանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարակներ մատուցանեք Աստծո ընդունելու Հիսուս Քրիստոսի ձեռովը։ Ինչ անուշ համար է, ինչ քաջալերող, ինչ հորդորող։ Տերը օրհնի ձեզ։ Տերը զորացնի ձեզ, իմ սիրելի քուր եղբայրներ։ Գիտեք, Աստծո խոսքից շատ բաներ կարանք խոսանք։ Ես ամեն անգամ ծունկի եմ գալ, ասում եմ Տեր, ասա ինչ ա մեզ պետք, ասա ինչի կարիք ունենք։ Տեր ջան, մեզ պետք չի, որ մենք ցույց տանք, ծափ տան, ոմն մեկնենք, Տեր ուր ենք հասել, ժողովուրդ միջև ստե Տերն ա մեզ բերել։ Սրանից հետո Տերն ա տանելու։ Տեր ջան, քո ուզածը ինչ ա, եւ այս խոսքը եկավ իմ սրտի մեջ։ Կներեք, եթե մի քիչ հանդիմանական էր, կներեք, եթե ինչ որ, բայց ինչ որ առել եմ Աստծուց, էդ էլ ձեզ փոխանցեցի։ Աստված օրհնի ձեզ։ Բերեք կանգնենք աղոթքի։ Բերեք գոհանանք մեր Աստծուց։